Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման բյուջետային միջոցների առանձնապես խոշոր չափերով յուրացման համար։ 2009-ից 13 թվականներին համաձայն մեղադրանքի Սաակաշվիլու հանձնարարությամբ եւ կազմակերպմամբ պետական բյուջեից յուրացվել է 9 միլիոն լարի կամ այն ժամանակվա կուրսով 5.5 միլիոն դոլար Սաակաշվիլու անձնական նպատակների համար՝ հագուստ, որդուկրթություն, մեքենաների վարձույթ, կոսմետիկ պրոցեդուրաներ, կրծքավանդակի նակոլկա եւ այլն։ Ըստ երևույթին նա էլ էր ասում. պետբյուջեն քաղաքացու գրպանն է, բայց օգտագործում էր որպես իր ընտանեկան գրպան։ Հերոս հարկատուն վճարում էր ինքը մսխում, բայց նշեմ, որ Սաակաշվիլուց բոլորովին հետ չի մնում Նիկոլ Փաշինյանը։ Հələ նրանը բռնեցին նոր բացահայտվեց։ Նիկոլ Փաշինյանի պետբյուջեի հաշվին կատարած լիքը ընտանեկան ծախսեր բոլորիս աչքի առաջ են։ Դրանք կամ արվել են տեսախցիկի տակ, կամ մամուլն է բացահայտել։ Օրինակ հայտարարվում է, որ Նիկոլ Փաշինյանը մեկնել է գործուղման ու անպայման պետական ինքնաթիռի մեջ հայտնվում է կինը եւ ընտանիքի մեկ այլ անդամ եւս։ Ու արդարացնում են. ինքնաթիռը մեկա դատարկ գնում էր, բանակցություններից առաջ պետքա ծոցս քնեն եւ այլն։ Բայց դա պետբյուջեի վատնում է։